Այսօր ապրիլյան քարորյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ։ Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի միջև։ Առավել թեժ մարտեր են ընթացել Արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարևելյան ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 3-ին ժամը 6:00-ից սկսած առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցներ եւ զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են Սմերչ համազարգային կրակ ռեակտիվ համակարգ, այնուհետև հաստատվել է հրադադար։ Դադարեցվել են ռազմական գործողությունները։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերած կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։ Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն, տալով 1 զոհ, հետ են շպրտվել։ Ապրիլի 8-ին համաձայն նախորդ ձեռք բերված պայմանավորվածության հայկական եւ ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցել է ավելի քան 100 զոհ եւ կորցրել է մոտ 800 հեկտար տարածք։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։